Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկումն է սկսվում։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Ընդհանրապես հաղորդումը միշտ ես սկսում եմ միջազգային անցուդարձից, բայց այս անգամ ոնց որ թե ստիպված ենք ավելի շուտ գոնե թե ռեգիոնալ անցուդարձով սկսելու։ Որքան մոտենում է 2026 թվականը, այսինքն նախընտրական, չէ, ընտրական տարին, այնքան աշխուժանում են տարատեսակ ռուսական ազդեցության ներկայացուցիչները, այդ թվում թե փափուկ ուժի, թե կոշտ ուժի կապ չունի այս պարագայում։ Դուք այդ տպավորությունը չունեք։ Դե ուկրաինացիք հենց են հաշիվները խառնել, որ իրենք փափուկ ու կոշտ ուժը խառնել են իրար, նաև այստեղի գործակալներն են խառնել։ Տպավորությունն ինչ է, էսկալացիա է ներքին գնում եւ վատը այն է, որ ասենք որևէ առանձին չինովնիկի պաշտոնյայի պարագայում պետական ինստիտուտներն են գրոհի ենթարկվում։ Սա ակնհայտ երևում է եւ քաղաքական գործընթացը կարծես թե պետք է վերադարձվի, կարծես թե գողապետության շրջանի այդ գործերին, բայց կարծում եմ դա չի հաջողվելու, բայց փորձը է, մենք պիտի նկատի ունենանք, որ մեր դարավոր ճորտատերը, որ ինքը ճորտ է, հետաքրքիր է, այս մարդկանց բան է, ինքը ճորտ է, ուրեմն ունի Հայաստանում լիքը ստրուկ ու ճորտ, դե գիտենք, խոլոբ եւ այլն։ Ընդ որում այն պարագայում, երբ որ հայը կյանքում ճորտ չի եղել։ Հա, մենք ստրկատիրության շրջան չենք ապրել, շատ ճիշտ է, մենք չենք ապրել։ Եզակի ազգերից մեկն է։ Այո, եզակի բան, ես մնացած է, սա նշանակում է ներդրված ստրուկներ են Հայաստան բերված, որտեղ Հայաստանը ֆեոդալիզմը էներ զարգացած շրջաններ է ապրել, ոչ թե բաներ։ Հիմա տարօրինակ է, իհարկե տակա, բայց դա մենք պիտի ուրեմն ընդունենք որպես իրականություն, պիտի հասկանանք ինչի համար է եւ հասարակությունը, ասե ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի արժանապատիվ քաղաքացին կապ չունի արդեն ազգային պատկանելությունն էս պարագայում, այլ նաեւ աշխարհում բոլոր արժանապատիվ հայերը, որ մենք չենք կարող արժանապատիվ լինել, եթե պետություն չլինենք։ Այս միանշանակ սա բանաձև ընդունենք եւ շարժվենք հանգիստ գնանք դեպի Հայաստանում նոր ընտրություններ, նոր կյանք եւ արմատական փոփոխություններ պետականության եւ Սփյուռքի հետ հարաբերություններ նոր որակ։ Ես որ կարծում եմ սпасելի է, բայց պետք է շատ չներվայնանանք գործ անենք։ Հա, թող ինձ ներեն մեր հեռուստադիտողները, ըստ ձեզ ժողովուրդը թողից ճիշտ հասկանան, այդ կուտը կուտի։ Չի հաստատ չի ուտի։ Ես իմիջիայլոց այսօր Facebook-ում մեր Արցախահայ ժողովրդի մի ներկայացուցիչ ասում, մի շատ հետաքրքիր դիտարկում է, որի հետ կարելի է համաձայնվել, ոչ թե պարագայի առումով, այլ ասում էր, որ առաջիկա 30 տարում պետք չի, որ Հայաստանում Ղարաբաղցիները իշխանության այդ առաջի դեմքեր լինեն։ Դա շատ հեռանկարային եւ անգեստ խոսակցություն է, եւ կարծում եմ այդ սկզբունքը պիտի լինի։ Էլ երկրորդ մասին ասեմ, որ ինձ համար, որ որը մեկ կասկածունը Ղարաբաղի կլանը այլ բան է, ոճրագործ, հանցագործ, Հայաստանի ուրեմն հոգին ուտող, աղքատության հասցրած եւ Արցախը հանձնած ուրեմն Լավրովի բելանով ադրբեջանցուն։ Արցախահայությունը բոլորովին ուրիշ բան է, որ մենք ենք, ես նույնիսկ առաջարկում եմ իշտ այս տարբերությունները դնել մեր ժողովրդի, որ իրար հետ հակասություն չունենան։ Այլապես թե չէ կստացվի, որ պետք է ասենք աբարանահայություն, կամուշահայություն։ Աբա այդ իբր թե բան, դա խայտարակություն է։ Դրա համար ասում եմ այդ բանը պիտի բոլորս գիտակցենք եւ այս հայրենիքը, որ հիմա 30,000 էլ չի, ինչ որ մեր տրամադրության տակ է մնացել, բոլորիս հայրենիքն է, բայց ոչ Ղարաբաղի կլանին է։ Սա Ղարաբաղի կլանի համար բոստան էլ չի, ոչ է ռուսական ոստան է, ոչ մի բան։ Դրա համար եթե մենք սա գիտակցենք, աշխարհում բոլոր հարցերը կարծում եմ կլուծենք, որովհետև այդ ճորտատերը ինքը սատկելու վիճակի մեջ է։ Այսօր կարելի է ասել եւ պատերի տակ փսփսոցների տեսքով եւ ինչու ոչ գեղեցիկ կաբինետներում խոսակցությունների տեսքով
բայց տարվում է այսպիսի մի նարատիվ, որ տեսեք, ռուսները արդեն մարդ են նշանակել Հայաստանի հետ հարաբերությունների համար։ Կիրիենկո։ Նախ ասեմ հետևյալը, որ այդ մարդը միշտ է նշանակված եղել եւ վատթարագույնը ժամանակին այդպիսի մարդ է եղել Անաստաս Միկոյանը, որը ռուսներին գծնելով ապրեց երկար տարիների կյանք եւ ծառայեց Ռուսաստան։ Բայց նա սովետի համար շատ բան արեց։ Մեր համար չի արել, մեր համար վատն է արել։ Այո, սովետի համար։ Ռուսաստանից միշտ նա նշանակված է եղել, այսպես մի տեսակ խորհրդավորություն են տալիս, ասեմ, ՑԿԿՊՍ-ը միշտ է ունեցել ռեզիդենտ, որը վերահսկել է, ասենք Դեմչենկո կար Ղարաբաղի շարժման ժամանակ, որը մեկ Դեմիրճյանի մոտ էր գալիս։ Հետո երկրորդ քարտուղարներ կային։ Բորբոքում էր ուրեմն Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանում էլ մեկն էր բորբոքում, երկուսի իրար հետ, այո, Լոբովը հայտնի, որը երկրորդ քարտուղար, այնպես որ ոչ մի նորություն մեջ չկա։ Երկրորդը դրա մեջ PR կա, որ գիտեք ինչ կա, կարող է Պուտինը ձեզ հետ մոտիկ բարեկամ է, մի հատ էլ նշանակել է ուրիշին, որը բոլորն էլ Պուտինի համար մոտիկ են, իր ծառաները նկատի ունեմ, նազիր վեզիրները, բայց այդ Կիրինկոից մի բան եմ ուզում հիշեցնեմ ով է ինքը։ Դա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բոյը տեսնում եք, դա որտեղ դրա վրա մեր կումայրեցիները մի լավ շարժ էին օրերը ժամանակ հայտնել, սա ուրեմն Ելցինը սրան նշանակեց կառավարության նախագահ, ասեմ ձեզ, վարչապետ ԴՍՊ-ի, եւ այդ շրջանում էր, որ հետո պարզվեց, որ Ռուսաստանի կառավարությունը նույնիսկ նորմալ հեռահաղորդակցման կապ չունեցել։ Այսինքն Կիրիենկոն սա է, կապ չունեցել։ Առաջի դեֆոլտը բերող։ Հա, հիմա դե դա է երևի բարական։ Երկրորդը Ռոսատոմն է, թե հիմա Ռոսատոմը ինչ։ Եվ ան հիմա Կիրիենկոն։ Կիրիենկոն որ նշանակեցին, ես այդ օրերին եղել եմ ինչ-որ բարակայով Գումարում այսպեսի անեկդոտ կար, դե ժամանակ տեղեկատվությունը շատ սուղ էր, եւ թերթերն էին, իսկապես կհիշեք էլի։ Ուրեմն մեկը փող չունի մի 150 դրամ, դե մարդ է, ուզում է թերթ առնի, այսպես կծկված մոտենում է լրագրավ վաճառողին, ասում է մի հատ ուզում է թերթ առած փողի տա, էլի, ասում է մի հատ թերթ դուր չգիտեմ ինչ։ Ասում են գայտին կանգնի, ասում են շոր Կիրիենկոն եղնիս, ասում է կարգին ասա կտամ։ Հիմա հասկանում եք ոնց է Կիրիենկոն ինչ, կարող է Ռուսաստանի պետության քաղաքականությունը փոխվել է կամ որևէ բան, կամ էլ Արա Աբրամյանը, ինչ, Արա Աբրամյանն էլ տեսանք, մարսեցինք, բանին են, որն էր, իշկան ռեզիդենտ կա եւ այլն, Զատուլինին էլ տեսանք, իմիջալոց Հայերի ձայներով ընտրված Զատուլինին։ Այո, հայերի ձայներով հիմա էլ Ժիրինովսկին էլ վերաբրեցինք, Տոն Նիկոլայ երկրորդն էլ վերաբրեցինք, այս բոլորը կարելի է PR-ի մեջ էլ Կիրիենկոն կարող է թող Ուկրաինայում հարց լուծի, ստեղ է իրենց հարցի լուծումը։ Ուզում եմ ասեմ, որ մենք դրանով իհարկե պիտի իմանանք համասկան մարմինները իրենց կորզնանեն, բայց ժողովրդով գնանք մեր ճակատագրին ընթառաջ եւ մեր ընտրությունները կազմակերպենք, իրականում ընտրություններ եւ Հայաստան արմատական ռեֆորմների ենթարկենք լավ իմաստով եւ հզոր պետություն ունենանք։ Մեր արքաների համած սրանքով են բոյել չունեն էլի, խայտարակություն էլ Կիրիենկոն ինչ։ Հա Կիրիենկոն։ Եվ Պուտինը ինչ։ Հասկանում եք ոնց այս Պուտինը ինչ է։ Այսինքն ուզում եմ ասել, որ այստեղ Արամ Մանուկյանին ուզում եմ ցիտեմ, մեր 18 թվականի պետության հիմնադրամ։ Ասում են, լսեք, ծանրագույն վիճակում, ասում են, այն ժողովուրդը, որը ունի ապրելու կամք, երբեք չի մեռնի։ Գնացինք առաջ։ Ուրեմն ուզում եմ ասեմ, որ մենք մեր գործը պետք է անենք պետությունը ներքին հզորությունով շատ ուրեմն ուժեղացնենք եւ շարժվենք մեր պետության կատարելագործման, ընդ որում մի երևույթ եմ ուզում ձեզ ասեմ, որը Հայաստանի ռսակոց լրատվությունը չտեսավ։ Ուրեմն Թրամփը երբ ցեղասպանության առիթով հերագիր էր ուղարկել, վերջաբանը, վայ, ասում են ցեղասպանություն չի գրել, դե որ
Ռուսաստանը ցեղասպանությունը գրել է Ղարաբաղից վատ դուրս չպրտեց, ցես մյուսներն են հանձնեց Բաքվի զնդաններ։ Բայց այնտեղ երկրորդ մաս կա, որ ասում է հույս ունենք, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կզարգանան ռազմավարական գործընկերության ուրեմն իրականացման ճանապարհ, ահա ձեր ճանապարհը, ահա Ամերիկայի առաջարկը, ահա Հնդկաստանի առաջարկը եւ այլն, եղավ, այսինքն շատ բան չանենք էլի։ Եվ ընդ որում որքան էլ որ դե որոշ առումներով այո, Թրամփի արած քայլերը ծիծաղել են առաջացնում, չէ, որոշ բաներ դեպքերում, բայց Թրամփը, որ քննադատում էր ժողովրդական լեզվով ասած քլնգում էր առավոտից իրիկուն Զելենսկու հետ ստորագրեց հազվագյուտ մետաղների պայմանագիրը եւ այսօր արդեն Սենատում քննարկվում է 500%-անոց 500%, այո։ Այսինքն բոլոր այն երկրները, ովքեր Ռուսաստանից կգնեն նավթ, գազ, էներգակիրներ, այո, 500% ավել են վճարելու։ Էս էլ Տրամփը։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ հերոստա եթերի միջոցով։ Բա որ ես ձեզ ասում եմ, որ Տրամփը Պուտինին գցելու է, այս է այն ռուսական շպիոն գնդապետներ կան Ամերիկայում նստած վերլուծություններ են անում։ Գիշեր ցերեկ եւ մեր լսարանը գրավված է։ Այս բանը Պուտինի շպիոնն է, Տրամփը էլ Ամերիկան էլ բանուկորդ չունի, ուրեմն գիտի իրենք են էլի ռուսակ, դրանք են տարածում, որտեղ ուրիշ նորմալ մարդ նման բաներ չի խոսում, եւ պատկեր էին առաջացնում, թե էսը կփրկվի։ Փրկվելը իհարկե այդ բանը կա Ռուսաստանը հո առաջին անգամ չի Ամերիկան Ռուսաստանի հետ անգյան տակ դնում։ Այդպես արել 1905 թվականին Պենսիլվանիայի հաշտյան ուրեմն պայմանագիրը, որ կա ճապոնացիների ճանգերից ողեց սկում էր, չէ, Պորտ-Արտուրում գոյություն էր, բերեց Պենսիլվանիայում հեռավոր արևելքն էր կորցնում։ Այդ Սախալին բանը տվեցին, Ստուդաբեկերը տվեց ուրեմն գերմանական բանակների դեմ, որ կարողանան կռվել, կանգնեցրին Գերմանիային պարտության իրենց միջոցով եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգների համար նման քաղաքականությունը այնքան էլ զարմանալի չի։ Դրա համար ես նաև մեր հատկապես ճիշտ ասած ձեր միջոցով, որտեղ սա ինձ համար շատ հարազատ հեռուստաընկերություն է, մեր սովորող եւ արժանապատիվ երիտասարդության ուզում եմ մի բան ասեմ, որ դուք քաղաքականության խորքը նայեք եւ ոչ տեղական եւ ռուսական մասշտաբի չեկիստների այդ գիսագրագետ, տգետ, իհարկե շահառու մեկնաբանությունները եւ թաղեք ձեր գիտակցության մեջ այն պատկերը, որ Ռուսաստանը ձեզ բարեկամ է եղել։ Ռուսաստանը բարեկամ չի եղել, չի էլ լինելու։ Երբ մի փաստ ասեմ, մինչև իմ անհայտ է Խաչատուր Աբովյանի անհայտանալը եւ նրա այն խոսքի շահարկումը։ Վստահաբար ռուսական ախրանքան տարավ եւ այսպես շատ դեպքեր կան։ Ուզում եմ այն լուսավորիչը, որը կրթություն գիտություններ բերում է, ուզում եմ ասել, որ դուք քաղաքականության խորքը նայեք, որովհետեւ պիտի նոր սերունդ ունենանք, չէ, վերջերս ստրուկը պետք է գնա, թե չէ, խայտարակություն է։ Աշխարհում այնքան Ռուսաստանում այնքան չեկից չկա, ինչքան Հայաստանի փողոցում, կենտրոնում թափած են։ Ընդ որում մի երկիր, որը ապակա չունի, չէ՞։ Ուզում է ունենալ, երկիր ապակա չունի։ Դրա համար ուզում եմ ասել, որ սրանք պիտի իմանան եւ այսպես, հա, էս է բանը, Տրամփը Պուտինին, հիմա թե գնա Պուտինը նռա 500%-անած պատժամիջոցներ կա։ Հիմա իհարկե նա արագ կտեղավորի Սի Ցզինպինի տակ, բայց թե Սի Ցզինպինի տակից կքաշեն, կպատժեն, ինչպես որ տեղավորվում է անընդհատ այս բանի Էրդողանի տակ, բայց թե այսպես չեք ամաչում Էրդողանի տակ տեղավորվողից կպելեք ու ոք չեք տալիս։ Միշտ մենք պետք է ապրենք էլի։ Ես առաջարկում եմ այժմ կարճատև դադար եւ մենք շարունակենք։ Շարունակենք։ Դուք ինչ որ առումով ընդառաջեցիք իմ հաջորդ հարցը, բայց ես ուզում եմ հիշեցնել այդ Պուտինի շուրթերը են, չէ, ասում դրան այդ Պեսկովին,
այդ էլի բեղավոր Շուտ է։ միտքերը, հա, Բայց Պուտինի, այս Հայաստանում եղածներն ինչ էր հա, դեն։ բայց ես դրա ասածն եմ ուզում Գործիքները, հիշեցնել, այդ որ բացուրը։ մենք կարող էինք հաղթել առանց լենդլիզի, առանց արևմտյան օգնության հող կուտեինք, բայց կհաղթեինք։ Տեսեք մի փաստ ասեմ, շատ չէ, ովքեր որ, այսինքն լուրջ մարդկանց լուրջ խոսակցության տեսքով։ Ուրեմն դե փառաբանված 34 տանկը սովետական, գիտեք, չէ, լավագույն տանկ է, միջին տանկ է հաշվի, ոչ թե ընդհանրապես, ուրա նրա այդ Փաշինյան թնդանոթի մասը, որ պատդվում է, տանիքը պատդվում է, չէ, այդ բոլորը կառուցված ու դրված է ամերիկյան պատշիվնիկների կամ առանցքագալների վրա։ Հիմա ես ցանկացած բանվոր մեխանիկի հարց եմ տալիս։ Նաև հրանոթի փողը։ Փողը թողում եմ ամենափոքր բանն է, չի երևում, դրա համար եմ ասում։ Առանց պատշիվնիկի տանկը քանի կոպեկ արժի դե 34-ը։ Դուք ասեցիք թնդանոթը, մեծը չգնամ, երկրորդը։ Դե 34 տանկերի հիմնական մասի, ուրեմն ռետինը, որի վրա թրթուրը պատտվում է, ամերիկյան է։ Սովետական ավիացիայի ավիաբենզինը ամերիկյան է։ Ինչքան այս մարդ իրենք ռուսները երախտագիտություն չգիտեն, ինչպես որ հայերի հանդեպ ապերախտ են։ Հայերի հանդեպ 600,000 մարդ է զորագոչել հայ, որից 300,000-ը կռվել են հանուն ինչի մի հատ հարց եմ տալիս, կասեք, Արցախից 26% բանակի կարողունակ ժողովրդին բանակ են տարել, հիմա Արցախ կա, տարել են, ուրեմն սա են որ ասում են տուկեր ու սուս, հայերը սիրուն բառեր կա։ Պարոն Շիրինյան, դուք ասեցիք Եվ նման, այսպես կարելի է շարել, էլի։ Դուք ասեցիք 600,000 զորակոչված հայերի մասին, որից 300,000-ը զոհվեցին, չի եկել, չի իսկ ինչու մենք չենք խոսում աքսորված հայերի մասին, որոնք ոչ թե 600,000, այլ վստահ ավելի շատ են եղել։ Չէ, ավելին ասեմ, հայրենադարձությունն է սփյուռքահայերին, հիմա առիթ տվեք հիշեցնեմ, սիրելի հայրենակիցներ, երբ որ Սովետական միությունը Արմենիա նավով ուրեմն կազմակերպեց ձեր հայրենադարձությունը, դուք Բաթումում իջնում եք Հայաստան գալու համար, ձեզ նստեցնում էին վագոնները եւ ուղարկում էին Ալթայ, Սիբիր, Ալթայ, այո։ Հիմա հարց է, բա դուք այդտեղ ում եք պաշտպանում։ Ես ում եք պաշտպանում, ով ձեզ եւ երկիր չեկան, չէ, իսկ ովքեր վեր եկան, այդ KGB-ի ճանգերն ընկան, էլ աղբար, էլ աշխատանք չկա եւ այլն։ Հիմա սա հարց է, գիտեք, այսպիսի բաներ կա, մարդիկ տեղյակ չեն երևի։ Արմենիա հածանավը, այդ շոքենավը, Օդեսայի մոտ հետո ջրախեղ տարեցին, ով ծովի հատակ անցկացրին, որ հայերը հուշեր չունենան այդ նավից։ Հիմա ինչ ասեմ, պաշտպանեք Պուտինին։ Հոլիվուդում ապրեք, հա, Գլենդեյլում, ամերիկյան բանում որտեղ կուզեք Եվրոպայում չէ Ամերիկա հատուկ է Եվրոպայում նայում բայց Ամերիկայում օգտվեք Միացյալ Նահանգների իրավական պետության բոլոր նորմատիվներից սոցիալական ծառայություններից Հոլիվուդի գողքի բլուրների վրա դրեք ռուսական հեռուստաընկերություն նայեք Ռուսաստան Սալավյով եւ Սալավյով նայեք եւ երգեք ինչ ասեմ դա ասել եմ նաեւ մի տարի առաջ այնտեղ էի հետպես շարունակեք ապրել հասկանում եք ոնց է սա աբսուրդ է աբսուրդ նաև հետեւյալը որտեղ վերջերս է տեղի ունեցել այդ գողապետության գրոհը մենք տեսանք չէ ինչ ռազմորկեկով իշխանության քաղաքային համայնքի ղեկավար բերեց Վարդանիկին ինչի եմ ասում որտեղ ինքը ռուսական կողմնորոշում ունի ռուսերեն այբուբենը ռեդ չունի Վարդանիկին ուրեմն մեր ողբած այսպես աղետի ենթարկված ժողովրդին եւ նրա ստվար զանգվածի որ անտեր երեխեքն էին 20-ական թվականներին բառացի օրն այդպես էր ամենամեծ ամենախոշոր ամենակազմակերպված որփանոցը Անտուն անհայրենիք շատեր չեն իմացել ամենախոշորը Լենինականի Ալեքսանդրապոլի որ 26 թվին ռուսներն արգելեցին ուրեմն շարունակեք ընտրել ռուսական կողմնորոշման մարդիկ նույնիսկ եմ ասելու Բայց բոլորը պետք է իմանան որ հետո իմանանք ինչ կա
26 թվականին հայ ժողովրդի ուրեմն ցեղասպանության ոգեկոչման արարողությունը ռուսական ԿԳԲ-ն արգելեց։ Հիմա չասեք սովետ էր, դա Ռուսաստանն է։ Հիմա շարունակեք Վիտալի Բալասանյանն էլ բարձր առած ռուսի չի կարող ապրել, սրան մեկը չի կարող ուղարկել Մագադան վերջանա։ Բաքու չուղարկեցի, որ կաստերից ռուսական երկերք, ինչ-որ բան է դրել։ Գնա Ստեփանակերտ, այնտեղից կանչի, դու Հայաստանից իրավապահ մարմիններին, նա ինչ իրավունք ունի ռուսներն էստե կանչելու։ Եվ ողորմ մի հատ պատժեք էլ, էս չի լի, սա ինչ իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունից գտնել, որ Արցախ իրենք կարող են վերադառնալ ռուսական ցարերի օգնությամբ եւ որ նոր են քացով ռուսները շպրտել իրենց այնտեղից։ Թե հարավի տեղ է դնում ադրբեջանցի կարել, սա ինչ տրամաբանություն է, ինչ բան է, հասկանում եք ոնց է։ Ես հենց այդ ամենը կապում եմ այն հաղորդման սկզբում ասած թեմայի հետ։ Այո, փափուկ ուժ ռուսական եւ կոշտ ուժ։ Մեկի պարագայում միայն կոշտն է աշխատում, մեկը փորձում է ինչ-որ փափուկ ուժի միջոցով։ Կարող է նաև ինչ-որ գրանտներ, կարող է նաև ինչ-որ կաշառքներ եւ այլն, բայց մեր ժողովուրդը ինքը պետք է հասկանա, թե ում հետ գործ ունի։ Դե ժողովրդի հիմնակ մենք եկեք իրատեսության շրջանագում մնանք։ Մենք պիտի հիշենք եւ արժևորենք այն փաստը, որ պատերազմի ծանր պարտությունից հետո ժողովուրդը ընտրել է իր իշխանությունը եւ գողապետությանը մերժել է, հավերժ մերժվածների մերժելը մի անգամ էլ։ Այսինքն ժողովուրդը կարծում եմ ճիշտ է գոմնոշում, բայց իշխանությունն էլ լավ պիտի աշխատի, այլընտրանքային քաղաքական կուսակցությունները լավ բացատրական աշխատանք պիտի տանեն եւ նման բաներ, այսինքն ժողովուրդը այստեղ ես օրինակ շշմել եմ ժամանակ, ծանր պարտություն, ծանր կորուստներ, զավակի կորուստ եւ այլն, այդ հայ մարդը ընտրեց այն իշխանությունը, որ այսօր օրինական իշխանություն է։ Այստեղից էլ Պուտինի սիրտը մեռնռում է։ Նաև Վիտալի Բալասանյանին եւս եւ դրանց ովքեր որ այդ կանչում են։ Ուզում եմ ասել, որ կարծում եմ, որ մենք համսխան աշխատանքի դեպքում ճիշտ ճանապարհ դուրս կգանք։ Մանավանդ այդ 500% պատժամիջոցը Ֆրանսիա բան է դրանց տակից Սիձինպինի բանի տակից այդ Ռուսաստան ոնց է դուրս գալիս, չեմ իմանում, այս հայերը ոնց են մտածում։ Չինաստանը չել կարա Ռուսաստանին այնքան օգնի, որ Ռուսաստանը պետք ինչով պիտի օգնի երկրորդ։ Այո։ Եվ այլն էլ ուզում եմ ասել, որ այդ հարցերը կան, բայց մենք որ օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շատ հաստատակամ է երկրի անկախության ազատության համար։ Ընդ որում մեր աշխարհայացքի մեջ մի առանձնահատկություն կա, եթե դա է։ Մենք գտնում ենք, որ հայ մարդը պիտի լինի անպայման հայամետ, եւ Հայաստանը պիտի ունենա հայաստանակենտրոն քաղաքականություն։ Մնացած տեխնիկայի հարց է։ Եվ կարծում եմ նորմալ բանաձև եւ պիտի հավատա, ինչ ասեմ, որտեղ բարքերի վերականգնման հարց կա։ Մեր եկեղեցին այս ուզուրպատորի իշխանությունից պիտի ազատվի։ Մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է իր եկեղեցին, որը բարքերի եւ այլնի հարցով ոչ թե հակառակի իմաստով ինքնօրինակ կլինի մի քանի մարդով եւ քաղաքականացված ուրեմն ռայկոմի քարտուղարի պարտականություններ կկատարի, այլ կվերադառնա Գրիգոր Լուսավորչի ավանդույթին եւ դրա համար ես նաեւ շնորհակալություն կարող եմ ասել Վազգեն arczepiskopos Միրզախանյանին եւ ասեմ նաեւ որ դա նրա հետ ոնց որ տես ուզուրպատորը հարց է առաջացրել ուրեմն arczepiskoposը գտնվում է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության եւ նրա հազարավոր համակիրների պաշտպանության տակ ձեռները թերուներ անեց եւ նման հոգեվորականներից հոգեվորակը շարժվեք եղբայր չեք կարող մի մարդ փոխել այս հոգեվորականների վրա եմ զարմանում Դուք չեք տեսնում ինչ է կատարվում։ Հայտարարություն էր Էջմիածինը իր շեֆերով Հայաստանի պետության դեմ է, մի հատ էլ ուղղում է նրանք, ովքեր պետության կողքին է կանգնում։ Այդ arczepiskopos ժողովարեք հարցը փակեք այս մարդու։ Պարոն Շիրինյան, տեսեք, մենք նաև լուրջ խնդիր ունենք, որի պատճառով նաև տուժեցինք։ Մենք լուրջ խնդիր ունենք մեր դաշնակիցների առումով։ Այսօր կարելի է ասել, որ Հնդկաստանը մեծ դաշնակից է։ Իր քաղաքականությամբ, իր ռազմական
մատակարարումներով, ամեն ինչով։ Արդյոք պետք չի, որ Հայաստանը, հայ հասարակությունը, հայ քաղաքական միտքը զորակցություն հայտնի Հնդկաստանին։ Ամենաբարձր ձայնով։ Հարցը տվեցիք, ասեմ, քանի որ նոր շրջանում են, պատերազմից հետո Հնդկաստանի հետ հարաբերությունների ճարտարապետությունը քրիստոնյա ժողովրդավարական ինչ-որ չափով գուսակցության մոտ է եղել, եւ հենց հիմա ունենք շատ սերտ հարաբերություններ, այդ զորակցությունը բարձր որ մենք հայտնում ենք։ Նաեւ հույս ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները Հնդկաստանի հետ միասին երևի թե մի լավ տնտեսական մենակ ռազմատեխնիկականը չէ, գիտատեխնիկական հանձնաժողով կստեղծեն Հնդկաստանի պոտենցիալ եւ Հայաստանի պոտենցիալը իրար հետ զուգորդելու համար։ Այդ առաջարկ ես արել եմ, հիմա էլ եմ անում, որտեղ ձեր ասածին ավելացնում եմ։ Հնդկաստանը ոչ միայն լավագույն տեխնոլոգիաներ ունի, զենք եւ այլն, ինչ որ հասկանալի է, ուրեմն եւ չի խնայում Հայաստանի համար, սա իմանան բոլորը, եւ հնդիկների հետ էստեղ լավ վերաբերվեն, այո, եմ ասում, այո, լավ վերաբերվեն։ Ի վերջո աշխատասեր մարդիկ են եւ անում են այն ինչ որ մենք չենք անում։ Այո, կարգապահ են, շատ լավ տրամադրված են, օրենքի շրջանակներում այդ հարաբերությունները լավ կարգավոր են, բայց նաեւ մի բան կա, ձեր ասածին ինչը որ ասեցի, ավելացնենք, որ դա աշխարհի երրորդ տնտեսությունն է եւ գերաջող տնտեսությունը, մենակ մարդու քանակը չի, եւ մենք կարող ենք տնտեսական փոխհարաբերությունների ուրեմն ոլորտում մեծ հաջողություններ ունենալ։ Ես մի մտադրություն ունեմ, չգիտեմ ինչպես կլինի, աշնանը հավանաբար Հնդկաստան եմ գնալու, այդպեսի մի այո, հենց առիթ կլինի։ Այդ շնորհակալություններ հայտնել, զորակցություններ։ Եթե լինի այսօրվա դրամատրությունը հաստատ է դա, գուսակցականի նման մի խոսքով որպես այդ հարաբերությունների կարծով գուսակցությունների նպաստը բեր եւ բոլորը պետք է աշխատեն։ Եթե մենք Իրանի հետ որ խնդիրներ, մեծ խնդիրներ չունենք, մանր-մուր միշտ կլինի, եթե Չաբարի նավանկստի եւ այլնի հարցերը, եթե ես բանը մի խոսքով ես շատ շահագրգիռ եմ, որ այդ մայրուղին լավ աշխատի։ Ընդ որում ես ուզում եմ դուք կհիշեք, բայց հեռուստադիտողներից շատերը երևի թե չեն հիշի, որտեվ դա տեղի ունեցել Բրեժնևի օրոք, երբ որ Գանդին, Ինդիրա Գանդին այցելում է Սովետական միություն, այդ թվում առաջի եզակի դեպքն էր, որ գնում է նաև հանրապետություն, գալիս է Հայաստան։ Եվ դա հեքիաթ չի, Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Հնդկաստանի ժառանգությունից։ Չէ, բայց նրանք իրենք օրենսդրություն ունեն, որ այդ ազգայինը, բայց մենք ունենք իմ տվյալներով եւ մտադրությանց մեջ էլ բան կա, այդ ազգային հաստատություններ ունենք, տնտեսություն ունենք։ Ես գիտեմ, որ հիմա նայ ուսանողների փոխանակում կա, միջալոց ասեմ, այս ոլորտը ընդ որում ասեմ, ուրեմն դեսպանատան մակարդակով երևի իմ իմացած տեղեկատվությամբ, որ բաց է, Հնդկաստանը պատրաստ է ավելի շատ քանակությամբ բուհեր հայ երիտասարդների տեղավորելու կրթության դիմեն, առիթ տվեցիք ասել, ինձ խնդրել էին։ Ես ձեզ ասում եմ, Հնդկաստանը դրամադրված է շատ ավելի տեղեր հատկացնել Հայաստանի, այսինքն հանրապետության համար ինքը շահագրգիռ է, ուրեմն դա երկրորդը կա, որ մենք Մադրասում հիմա Կալկաթայում չէ, մեր ունեցվածքը ազգային ստացվածքը մնում է, պետությունը պահում է, շատ բաներ չգիտեմ, դրանք պիտի բարձել, բայց նաև մենք հոգևոր դպրոց ունենք, որը լիարժեքորեն այսօր գործում է Էջմիածնի։ Մենք ունենք կես րոպե ժամանակ։ Ուզում եմ ասել Հնդկաստանը հետ է, եւ ընդհանրապես, քանի որ այսպես է, իհարկե ժամանակներ դժվար է, Ժողովուրդ ջան, եթե մենք մեզնից արժեք չներկայացնեինք, այդ մեր ողերին բարեկամի այս գրոհը դեպի Հայաստան ուրեմն չեր լինի, ուրեմն քանի որ գրոհը մեծ է, մեր արժեքն էլ մեծ է, բայց Ղարաբաղյան կլանի համար ուզում եմ հետեւյալն ասեմ, դուք ասեք ոչ միայն Կիրիենկոն է փոխվել, այլ ռեզիդենտը եւս փոխվել է, այլևս նախկին նախագահների վրա հույս չկա։ Երևի դրա համար է սրանք իրենց ցույց տալիս։ Մենք առաջիկայում կտեսնենք, թե ով է Ռուսաստանի նոր ռեզիդենտը, որ պետք է
են Գալստանյանին վարի տվին, սրանց վարի տվեցին, ում են հերթական անգամ վարի տալու, բայց հաստատ սրանք չեն, այնպես որ թող իրենք դա չշարկեն, դա լինելու է, մենք կտեսնենք, բայց կարող է ազգային տեսքով նոր սափրված եւ այլն հանդես կա, եւ ռուսաստրուկի մի ուրիշ տեսակ, բայց դե բան չի լինելու էլի դրանից, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե մեր զրույցը կարող անverջ շարունակվի, ցավոք եթերաժամ կա։ Շնորհակալություն։ Եվ հիշեցնեմ վերջում, որ տաղավարում ես հյուրընկալել էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Ամեն բարիք ձեզ։